The real deal. Armenian language. Հարյուրավոր տարիներ շարունակ հեթանոսները չեն երկրպագել Աստծուն հոգով և ճշմարտությամբ, ինչպես նշված է Հովհաննես 4:23-ում, այն ասում է, բայց գալիս է ժամը և հիմա է, երբ ճշմարիտ երկրպագուները հոգով և ճշմարտությամբ կերկրպագեն Հորը, որովհետև Հայրը փնտրում է այնպիսիք, որ երկրպագեն իրեն, ճշմարիտ երկրպագուները ճշմարիտ քրիստոնյաներ են, և դուք պետք է հասկանաք, որ դուք այս պահին ոչ մեկը չեք, բայց հուսով ենք, որ կլինեք ապագայում։ Մի ողբերգություն տեղի ունեցավ հեթանոս քրիստոնյաների և սրբերի հետ, որոնք հոգևոր արդար հավատացյալներ էին, նրանք սպանվել են այլ այսպես կոչված հավատացյալների կողմից, որոնք ֆիզիկական արդար էին, բոլորն իրենց քրիստոնյա էին անվանում հարյուրավոր տարիներ առաջ ճիշտ այնպես, ինչպես իրենք են իրենց անվանում այսօր։ Ճշմարիտ քրիստոնյաները միակն են, ովքեր կարող են ձեզ տալ ճշմարտությունը նոր կտակարանի մասին, քանի որ նրանք ունեն ճշմարտության հոգին իրենց մեջ, Աստված պատվեր ունի, Աստված Հիսուսին, իսկ Հիսուսը աշակերտներին։ Ճշմարտությունն ու առեղծվածը բացահայտվեցին աշակերտներին։ Մարկոս 4:11-12 Եվ նա ասաց նրանց. Ձեզ տրված է իմանալ Աստծո արքայության խորհուրդը։ Իսկ դրսում եղողների համար ամեն ինչ առակներով է գալիս, 12 որպեսզի տեսնելով տեսնեն և չհասկանան, և լսելով լսեն և չհասկանան։ Ղուկաս 8:9-10 Այնուհետև նրա աշակերտները հարցրին նրան և ասացին. Ինչ է նշանակում այս առակը, 10 Եվ նա ասաց. Ձեզ տրված է իմանալ Աստծո արքայության խորհուրդները, իսկ մյուսներին տրված է առակներով, որպեսզի տեսնելով չտեսնեն և լսելով չհասկանան։ Աշակերտները նախ քրիստոնյա էին կոչվում Գործք առաքելոց 11:26-ում։ Քրիստոնյաներն անցնում են սրբացման գործընթացով և դառնում սրբեր, այսպիսով քրիստոնյաներն ու սրբերն են ուսուցանում հավատացյալներին, նրանց, ովքեր Սուրբ Հոգով չեն մկրտվում ճշմարտության հոգու դրսևորմամբ։ Հավատացյալները պետք է լսեն ճշմարտությունը ճշմարիտ քրիստոնյաներից կամ սրբերից, Հռոմեացիներ 8:8 Ուրեմն նրանք, ովքեր մարմնով են, չեն կարող հաճեցնել Աստծուն, 1 Կորնթացիս 15:44 Սերմվում է բնական մարմին, հարություն է առնում հոգևոր մարմին, բնական մարմին կա, և հոգևոր մարմին կա։ Եփեսացիս 1:13 Դուք էլ նրան ապավինեցիք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, որին նույնպես հավատալով կնքվեցիք խոստման Սուրբ Հոգով, ճշմարտությունն ուսուցանելու համար դուք պետք է ունենաք ճշմարտության հոգին։ Միայն ճշմարիտ քրիստոնյաներն ու սրբերն ունեն իրենց մեջ ճշմարտության հոգին, Հովհաննես 16:13 Սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, նա կառաջնորդի ձեզ ամենայն ճշմարտության մեջ, որովհետև նա չի խոսի իր անձից, այլ ինչ որ լսի, կխոսի։ Եվ նա ձեզ կասի գալիք բաները, Աստված հոգ կտանի նրանց մասին, ովքեր սպանեցին ճշմարիտ քրիստոնյաներին և սրբերին, իմ ուշադրությունը կենտրոնացած է ձեզ սուրբ դառնալու պատրաստվելու վրա, և մինչ դուք կարող եք սուրբ դառնալ, դուք նախ պետք է դառնաք իսկական քրիստոնյա, ճշմարիտ քրիստոնյան լցված է Սուրբ Հոգով և խոսում է այլ լեզուներով, ինչպես ասվում է Գործք 2:4-ում, զավեշտալի է, որ ճշմարիտ քրիստոնյաներին սպանողներն իրենց քրիստոնյա են անվանում, չի եղել մեկ ճշմարիտ քրիստոնյա հարյուրավոր տարիներ առաջ բոլոր ճշմարիտ քրիստոնյաների սպանությունից հետո, միայն այն, որ դու քեզ քրիստոնյա ես անվանում, քեզ քրիստոնյա չի դարձնում, դուք պետք է համապատասխանեք Աստծո սահմանմանը նոր կտակարանում, հեթանոս հավատացյալների հետ կատարվածի ողբերգությունը հասկանալը պարզապես ողջախոհություն է։ Ֆիզիկապես արդար հավատացյալներն էին, ովքեր ցանկանում էին կառավարել հոգեպես արդար հավատացյալներին փողով, ուժով և վերահսկողությամբ, միակ ճանապարհը, որով նրանք կարող էին վերահսկել նրանց, դա նրանց սպանելն էր։ Նրանք նախընտրում են մահանալ, քան փոխել Աստծո խոսքի ճշմարտությունը, քանի որ իրենց մեջ ունեին ճշմարտության հոգին, Հովհաննես 14:17 ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև ոչ տեսնում է նրան և ոչ էլ ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև նա բնակվում է ձեզ հետ և կլինի ձեր մեջ, ինչ եղավ հետո, որ նա ազդեց հավատացյալների վրա, դանոմինացում։ Յուրաքանչյուրը կարող է դավանանք հիմնել, ելնելով սեփական կարծիքից, ահա թե ինչու շատերը կրոնն անվանում են կարծիք։ Այն կարող է հիմնված լինել մի փոքր ճշմարտության կամ ընդհանրապես ճշմարտության վրա։ Հարց. Ինչպես եք ակնկալում, որ հարյուրավոր տարիներ անց ցանկացած դավանանք գիտի ճշմարտությունը, երբ նրանք սկսեցին առանց ճշմարտության, միայն այն պատճառով, որ կրոնական դավանանքը եղել է շուրջը, ուսուցանելով իր կեղծ պատմությունները այն աստիճանի, որ այն դառնում է ավանդույթ, չի դարձնում այն ճշմարիտ, ոչ մի դավանանք չգիտեր, որ Մատթեոս 28:19-20 քրիստոնյայի սահմանումն է, կամ Հովհաննես 3:5 Մարկոս 16:18 Գործք 2:4 կամ նույնիսկ Հովհաննես 3:16 հատվածները սահմանում են, թե ինչ է քրիստոնյան։
Այս սուրբ գրություններից յուրաքանչյուրը խոսում է Քրիստոսի հոգու, Աստծո հոգու եւ ճշմարտության հոգու մասին, որքան էլ որ մարդն իրեն խելացի է համարում, նա չի կարողացել ըմբռնել Աստծո խոսքի հոգևոր ճշմարտությունը։ 1 Կորինթացիներ 2:14 Բայց բնական մարդը չի ընդունում Աստծո հոգու բաները, որովհետև դրանք նրա համար հիմարություն են, եւ նա չի կարող ճանաչել դրանք, քանի որ դրանք հոգևորապես ճանաչված են։ Հովիվը կամ առաջնորդը, որը կանգնած է ժողովի առջև, իրեն անվանելով քրիստոնյա, իսկ ժողովը քրիստոնյա, չգիտի նոր կտակարանը եւ չի պատկերացնում, թե ինչի մասին է Աստծո թագավորությունը։ Ինչու՞ չես համեմատում քեզ այն աշակերտների հետ, որոնք կոչվեցին քրիստոնյաներ այն բանից հետո, երբ նրանք մկրտվեցին Սուրբ Հոգով, Գործք 11:26 Հիսուսը նրանց սովորեցրեց ճշմարտությունը։ Նրանք ստացան Քրիստոսի հոգին, Հովհաննես 20:22 Նրանք ստացան Աստծո հոգին եւ ճշմարտության հոգին, երբ մկրտվեցին Սուրբ Հոգով, Գործք 2:4 եւ դուք պետք է խոսեք լեզուներով, Մարկոս 16:17 Գործք 2:4 ասվում է. Եվ նրանք բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել այլ լեզուներով, ինչպես որ հոգին տվեց նրանց խոսել։ Ձեզ անհրաժեշտ է Քրիստոսի հոգին, Աստծո հոգին եւ ճշմարտության հոգին, որպեսզի լցվեք Սուրբ Հոգով։ Ձեզանից նրանք, ովքեր խոսում են լեզուներով, այժմ պետք է ուսուցանվեն ճշմարտությունը, նախքան դուք կարողանաք ստանալ ճշմարտության հոգին։ Հավատացյալներից մեկը, կարծելով, թե իրենք քրիստոնյա են, ասաց, որ իրենք այս դավանանքում են ծնվել եւ կմահանան այս դավանանքում։ Պարզապես այն պատճառով, որ այս դավանանքը գոյություն ունի հարյուրավոր տարիներ, այն դարձել է ավանդույթ իր կեղծ պատմություններով։ Հավատացյալները պետք է հասկանան, որ ֆիզիկական մահից հետո դուք շարունակում եք հոգեպես ապրել, Հովհաննես 5:29, եւ դուրս եկեք, նրանք, ովքեր բարիք են գործել կյանքի հարության եւ նրանք, ովքեր չար են գործել դատապարտության հարության, եկեղեցու նպատակն է հավատացյալներին դարձնել քրիստոնյա եւ սուրբ։ Եկեղեցին չի ստեղծվել եկեղեցու առաջնորդներին գոհացնելու կամ հարստացնելու համար։ Արթնացեք։ Լսեք եւ ձեր սրտում ստացեք Աստծո խոսքի ճշմարտությունը։